Բաքուն կրկին կրակել է Սյունիքի ուղղությամբ մայիսի լույս 30-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Վնասվել է բնակելի տան սանհանգույցը, խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Երեկ էլ Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կրակոցի հետևանքով բնակելի տուն էր վնասվել, Բաքուն հերքել է կրակոցների փաստը։ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքը Երևանից Բաքու է մեկնել այստեղ նա կքննարկի տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախորդին Երևանում Հաքը մի շարք հանդիպումներ է ունեցել, մասնավորապես արտգործնախարար Արարատ Միրզոյանի, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Արարատ Միրզոյանն ու Ջոշուա Հաքը խոսել են նաեւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչությունը 3 ամիս կքննի Փաշինյանի կողմից ազգային ժողովում հնչեցրած համբալ վերընկի տեղը ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պատվալները արտահայտությունները։ Վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում նշել է 90-օրյա ժամկետում կքննեն վարչապետի պահվածքը, պարզաբանումներ կհայցեն նրանից եւ միջադեպում ներգրավված այլ անձանցից, հետո վիրավորանքի եւ վարքագծի խախտման արկայության կամ բացակայության վերաբերյալ որոշում կհրապարակեն։ Խախտման արկայության հայտնաբերման դեպքում Փաշինյանը միայն պարզաբանում կներկայացնի։ Կառավարության երեկվա նիստից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, ես ձեզ պաշտոնապես ասում եմ, մեր եկեղեցիները չուլանացված են, այսօր առավոտյան Facebook-ում մի քանի գրառումներ է կատարել, որոշները վիրավորական բառապաշարով։ Նա նաև անդրադարձել է եպիսկոպոսաց դասի կուսակրոնության ուխտին։ Մայրաթորն առայժմ պաշտոնապես չի արձագանքել վարչապետի այս հայտարարություններին։ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը կարծում է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնվելու վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունը հիմնավորված է։ Նա շեշտել է իրենք բազմիցս են ասել, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում։ Քելոգը հավելել է, որ այդ դիրքորոշմանը հավատարիմ են Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս երկրները։ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ արևմուտքի երկրներից գրավոր պարտավորություններ պահանջել, որ կդադարեցնեն դեպի արևելք ընդլայնումը, դա նշելով որպես Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմաններից մեկը։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կշարունակի աշխատել որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ոչ պաշտոնական խորհրդական կառավարության արդյունավետության վարչությունում աշխատանքը պաշտոնապես ավարտելուց հետո։ ABC News-ին այս մասին հայտնել է տեղեկացված աղբյուրը։ Նա կկարողանա ապագայում եւս մասնակցել Սպիտակ տանը կազմակերպվող հանդիպումներին։ Մասկի ղեկավարած վարչությունը հայտարարել է, որ հունվարից ի վեր իր աշխատանքի շնորհիվ կառավարությունը խնայել է $175 միլիարդ։ Վարչության կողմից կիրառվող ծախսերի կրճատման մեթոդների պատճառով, սակայն բազմաթիվ դատական հայցեր են հարուցվել։ Հանրապետության տարածքում մայիսի 30-ին, մայիսի 31-ի եւ հունիսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 30-ից ցերեկը, հունիսի 2-ին եւ 3-ին առանձին հատվածներում անձրևները հորդառատ կլինեն։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ից ցերեկը աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։